Պատմական գործարք Վերսալի թագավորական պալատում պալատական ընթրիքի սեղանի շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բրիջիտի ու բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ Միացյալ Նահանգների ու Իրանի նախագահները էլեկտրոնային եղանակով ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։ Իսլամաբադի 14 կետանոց պատմական փաստաթուղթը 60 օր ժամկետով ենթադրում է մոտ 4 ամիս շարունակվող ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում եւ Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։ Համաձայն հուշագրի երկրները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նաեւ զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Միացյալ Նահանգները եւ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները պետք է պատրաստեն Իրանի վերականգնման ծրագիր, առնվազն 300 միլիարդ դոլարի չափով։ Վաշինգտոնը պարտավորվում է Թեհրանի պատժամիջոցները հանել այն ժամանակահատվածում, որի մասին կողմերը կպայմանավորվեն վերջնական համաձայնագրում։ Իրանը չի արտադրելու կամ ձեռք բերելու միջուկային զենք։ Կողմերը իրանական միջուկային նյութերի հարցը լուծելու են ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։ Իրանը պարտավորվում է Հորմուզի նեղուցով անցնելու համար 60 օրվա ընթացքում նավերից վճար չվերցնել։ Շրջադարձային փաստաթուղթը ստորագրվել է, բայց գլխավոր հարցը դա կյանքի կոչելն է։ Իրանի արտգործնախարարությունից մանրամասներ են հաղորդել։ Հուշագրի տեքստը ստորագրվել է պարսկերեն եւ անգլերեն։ Շվեյցարիայում նախատեսված դեմ առ դեմ հանդիպման փոխարեն ընտրվել է հեռավար ստորագրման տարբերակը։ Վերջին 24 ժամում անցկացված խորհրդակցություններից հետո եկանք այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է, որպեսզի հուշագրի տեքստը ստորագրեն երկու երկրների նախագահները հեռավար եղանակով։ Էսմայիլ Բաղայի խոսքով պատճառներից մեկն այն է, որ պետությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ ստորագրման դեպքում համաձայնության խախտման քաղաքական գինը զգալիորեն բարձրանում է։ Ըստ դիվանագետի ստորագրումից հետո մեկնարկում է բանակցությունների հաջորդ փուլը։ Շվեյցարիայում հանդիպման անցկացումը շարունակում է մնալ օրակարգում, սակայն վերջնական որոշումը կհայտարարվի միջնորդների հետ խորհրդակցություններից հետո։ Եվրոպական մամուլը նույնպես գրում է, որ շվեյցարական Բյուրգենշտոկում Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչների հունիսի 19-ի բանակցությունները ուժի մեջ են։ Հուշագրի պայմանների կատարումն ուղղակիորեն կախված է Միացյալ Նահանգների քայլերից, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Փաստաթուղթն ի սկզբանե կառուցվել է փոխադարձության սկզբունքով։ Իրանի հետագա ցանկացած քայլ կպայմանավորվի ԱՄՆ-ի գործողություններով։ Եթե նահանգները չկատարի իր պարտավորությունները, մենք նույնպես ոչ մի քայլ չենք անի։ Հորմուզի նեղուցի կարգավիճակը երբեք չի վերադառնա մինչ պատերազմական վիճակի, ասել է Ղալիբաֆը։ Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում։ Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո Իրանը նեղուցով անցման համար նավերից վճար է գանձելու։ Ղալիբաֆը նաև նշել է, որ Լիբանանը բանակցությունների գլխավոր կետերից է։ Հուշագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում հարձակումները կվերսկսվեն, հերթական անգամ սպառնացել է Թրամփը։ Վաշինգտոնն ու Թեհրանը խիստ զգուշավոր են։ Մենք զգուշավոր լավատես ենք, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կհանգեցնի տարածաշրջանային կայունության։ Իրանի պատերազմից ուղղակիորեն տուժած իրանական հասարակությունը ողջունում է հուշագիրը եւ այն համարում ձեռքբերում։ Շատ դրական եմ գնահատում այս համաձայնագիրը։ Ոչ ոքի օգուտ չի բերել պատերազմը։ Այս պահին իրավիճակը շատ բարդ է։ Այս համաձայնության շնորհիվ գնաճը կարող է նվազել, կյանքն ավելի բարելավել։ Մերձավոր Արևելքում 108 օր տևած հակամարտությունն ամերիկացի հարկատուների համար արժեցել է մոտավորապես 113.3 միլիարդ դոլար։ Իրանը կարծում է, որ հաղթել է պատերազմում, գրում է Financial Times-ը։ Ըստ պարբերականի, Իրանը ոչ միայն կարողացել է հաղթահարել տասնամյակների ամենաճգնաժամային վիճակը, այլև ավելի հզոր է դարձել։ Financial Times-ը հղում անելով իրանցի վերլուծաբաններին ու Թեհրանում արևմտյան դիվանագետներին նշում է, Միացյալ Նահանգները մեծ սխալ է գործել, արթնացրել է քնած վիշապին։ Իրանցիները պնդում են, բարձր գին են վճարել, սակայն ակտիվացրել են այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում չէին խիզախում օգտագործել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։